թե նեյրոկենսաբանությունից եւ թե կոգնիտիվ վարքաբանական թերապիայից մենք գիտենք, որ մեր ինքնազգացողության, մեր տրամադրության համար պատասխանատու է մեծապես այն, թե ինչպես է մեր ուղեղը, այսինքն անգիտակցականը եւ մենք կարող ենք ասել գիտակցությունը գնահատում այն ամեն ինչ որ կատարվում է մեզ հետ եւ մեր շուրջը։ Մենք կամ մեր ուղեղը կարող են ի վերջո այս կամ այն իրադարձությունը որակել գնահատել պայմանականորեն որպես լավ կամ վատ։ Բայց այն թե այդ իրադարձությունները իսկապես լավն են թե վատն են, բխում է կամ պայմանավորվում է ոչ միայն նրանով, թե ինչպես ենք մենք կամ մեր ուղեղը գնահատում դրանք, այլ նաև թե ինչ ենք դրանից հետո անում, ինչպես ենք վարվում այդ ամենից հետո։ Քանի որ իրադարձությունները, որոնք օրինակ մենք որակել ենք որպես վատ բան, որ մեզ հետ կատարվել է, կարող են երկարատև կամ նույնիսկ շատ ինտենսիվ բացասական հույզերի ու ապրումների պատճառ լինել, շատ կարևոր է դրանց գնահատման հիմքերի հետ աշխատանք, այսինքն կոգնիտիվ թերապիան հասկանալու համար թե դա ինչ հիմքեր ունենք այդպես մտածելու, իրապես դա այդպես է, իսկ որն են մեր հիմքերը այդպես մտածելու։ Բացի այդ, սակայն, ինչպես նշեցի, կարևոր են նաև մեր գործողությունները, այսինքն այս կամ այն երևույթը իրադարձությունը, որը մեզ հետ իր տեղի է ունեցել, կարող է փոխել իր նշանը կամ իր գնահատականը պայմանավորված նրանով, թե ոնց ենք մենք արձագանքում դրան եւ ոնց ենք դրանից հետո վարվում։ Օրինակ Ryan Holiday իր Obstacle is the Way կամ եթե թարգմանենք խոչընդոտը որպես ճանապարհ գրքում նշում է հիմնվելով ստոիկյան փիլիսոփայության վրա, որ մենք ինչպես շատ մարդիկ պատմությունից, որոնց օրինակներ ինքը բերում է գրքում, կարող ենք այդ խոչընդոտները կամ դժվարությունները կամ այսպես ասած վատ իրադարձությունները եւ դրանց հետևանքները վերափոխել ճանապարհի, որով մենք գնում ենք, դրանով իսկ աճելով եւ զարգանալով։ Այսինքն մեր կոնկրետ վարքը, գործողությունները կարող են ժամանակի ընթացքում վերափոխել հետևանքները այն իրադարձության, որը մենք վատն ենք համարում, եւ ի վերջո ինչ որ մի կետում ժամանակի վերափոխել դրա գնահատականը, եթե ոչ դրականով, գոնե նեյտրալով։ Բացի այդ, երբեմն կարող է փոխել ընկալումը նույնիսկ դիտանկյան փոփոխությունը։ Լավ օրինակ է, այդպես շոշափելի օրինակ կարող է լինել Ջորջ Քլունիի մասնակցությամբ Up in the Air ֆիլմը, որտեղ իրեն տարբեր կազմակերպություններ խոշոր վարձում են նրա համար, որպեսզի ինքը աշխատանքից ազատի աշխատակիցներին, բայց սակայն դա անի այնպես, որպեսզի մարդիկ դեպրեսիայի մեջ չընկնեն կամ ինչ որ ինքնավնասման կամ սուիցիդալ գործողություններ չանեն, ու այնտեղ հատկանշական օրինակներ կան եւ դրանցից մեկը, գուցե ճշգրտությամբ այդպես չհիշեմ, նա է, որ երբ որ ինքը աշխատանքից ազատելու լուրն է հայտնում աշխատակցին, ինքը նախ եւ առաջ փորձում է ուսումնասիրել, հասկանալ, թե այդ մարդը ինչ երազանքներ, ցանկություններ ուներ եւ հետո կապել դրա հետ, որ այ հիմա կարծես թե մյուս կողմից էլ հնարավորություն ա ընձեռվում քեզ դա անել, որտեղ դու դա երբեք չէիր անի ինքնուրույն, դու ինքդ քո ձեռքով, քո ոտքով աշխատանքից դուրս չէիր գա դա անելու համար եւ հիմնելու ենթադրենք քո սեփական բիզնեսը, որ այդքան տարի փափագել ես, բայց ռիսկ չես արել, հիմա կարծես թե ընձեռվում ա դրա հնարավորությունը։ Հետևաբար, մինչ շտապելը որակել իրադարձությունները որպես լավ կամ վատ, արժի մտածել նրա մասին։ Հնարավոր է արդյոք այս սիտուացիային նայել այլ դիտանկյունից, երկրորդը ինչ հիմքերն է մտածելու համենայն դեպս, որ սա իսկապես վատ է, եւ երրորդը ինչ ես կարող եմ անել սա վերափոխելու համար, եւ չորրորդը ինչ հնարավորություններ է ինձ համար այս իրադարձությունը կամ այս սիտուացիան բացում։